Globing on-line առևտրի հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ցուցակման խորհրդանշական զանգը հնչեց փետրվարի 24-ին։ Իսկ փետրվարի 27-ից ներդրողները հնարավորություն կունենան մասնակցելու Globing-ի պարտատոմսերի բորսայական առևտրին։ Ընկերությունը հունվարին թողարկել և Կոնվերսբանկի միջոցով տեղաբաշխել է 1 միլիարդ 500 միլիոն դրամ և $2 միլիոն ընդհանուր ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսերի շուրջ 90%-ը տեղաբաշխվել է ֆիզիկական անձ ներդրողների շրջանում, գերազանցապես Converse Mobile հավելվածի միջոցով։ Ընդհանուր առմամբ ներդրողների թիվը գերազանցել է 500-ը։ Սա հերթական ձեռքբերումն էր Հայաստանի ֆինանսական, տնտեսական համակարգում։ Globing ընկերությունը լինելով խոշորագույն լոգիստիկ ընկերություններից Հայաստանի ու բավական առաջադեմ, այսօր տեղաբաշխեց իր պարտատոմսերը և Կոնվերսբանկը լինելով առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը Հայաստանի Հանրապետությունում, ով կարող է նման գործառույթներ իրականացնել, հաջողությամբ կարողացավ տեղաբաշխել։ Սա կարծում եմ մանրածախ ներդրումային շուկայի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է։ Կապիտալի շուկայի զարգացումը Կոնվերսբանկի ռազմավարական առաջնահերթություններից է, որի նպատակով ֆինանսական ընկերությունը հետևողական քայլեր է ձեռնարկում և արդեն ունի հաջողված համագործակցության փորձառություն տնտեսության տարբեր ոլորտների ընկերությունների հետ։ Հայաստանում առողջապահության և on-line առևտրի ոլորտի առաջին ընկերությունների պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է հենց Կոնվերսբանկի միջոցով։ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Գեգանյանը, ով ևս կարևորում է համագործակցությունը, ընդգծում է, որ ցանկացած երկրի տնտեսության հայելին և զարկերակը կապիտալի շուկայի ցուցանիշներն են, ֆոնդային բորսայի ինդեքսը։ Ինդեքսների մեջ ինչ են ներառված։ Ներառված են դիվերսիֆիկացված տարբեր ոլորտներից ընկերություններ, որոնց համախմբումը ըստ էության եւ այդ ընկերությունների ցուցանիշները գների, պարտատոմսերի, բաժնետոմսերի ցուցանիշները ցույց են տալի այդ պահին տնտեսության վիճակը։ Հետևաբար, ինչքան դիվերսիֆիկացված լինի կապիտալի շուկայում ներկայացված ընկերությունները տնտեսության մեջ, այնքան տնտեսությունը ավելի լավ, պարզ ձևով է արտահայտվում ներդրողների համար։ Globing ընկերության հիմնադիրը ոգևորությամբ նշում է. ներգրավված միջոցները կուղղվեն Հայաստանում և Ղազախստանում լոքերների ցանցի ու ինովացիոն սպասարկման սրահների ընդլայնմանը, նոր ծառայությունների ներդրմանը, վերաֆինանսավորմանը և թվային լուծումների կիրառմանը։ Սա մեզ թույլ է տալու մի քիչ ավելաճել ամբողջ աշխարհում, և քանի որ այս ընկերությունը ստեղծվել է ամբողջովին Հայաստանում և գլխամասը և կառավարումը Հայաստանից է արվում, սա արդեն ձնագնդիկի էֆեկտ է ունենալու։ Ավել ներդրում, ավելաճ, ավել ներդրում և մեր հաճախորդների համար հնարավորություն է մասնակցել մեր այս գլոբալ աճի։ Global Shipping ՍՊ-ի անվանական արժեկտրոնային, դրամային և դոլարային պարտատոմսերը ցուցակվում են պարտատոմսերի հիմնական ցուցակում, համապատասխանաբար 1 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 50,000 դրամ անվանական արժեքով, տարեկան 12% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 36 ամիս շրջանառության ժամկետով 30,000 հատ և 2 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով, $100 անվանական արժեքով, տարեկան 8,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 36 ամիս շրջանառության ժամկետով 20,000 հատ։ Ներդրողներն արդեն փետրվարի 27-ից հնարավորություն կունենան մասնակցելու Global Shipping ՍՊ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին, դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։